Մի քանի կարևոր դիտարկումներ եմ ուզում անել, ամենասկզբից, եթե նայենք այս դեպքին, կարևոր հատվածը, որ իշխանամերձ կողմը զոհին մեղադրում էր, թե ինքն է մեղավոր, որ այդպես կարգադրիչի հրահանգին չհետևելով, չնայելով անցնում էր փողոցը։ Եվ դրան զուգահեռ նաև քարոզչություն էր տարածվում շատ ինֆլուենսերների կողմից, թե ով էր խնդրում կներեք այս մեջբերումները անելու համար, սրանք բարոյականից զուրկ իրականում մեջբերումներ են, բայց այնը ինչ որ տեղի ունեցել այդ օրերին, իշխանապաշտպան զանազան մեծ լսարան ունեցող մարդիկ գրում էին գրառումներում, թե ինչ է փորը տնկած դուրս եկել փողոց, կամ ով էր խնդրում ինքը հղի դուրս գա, այսինքն ստացվում է, որ մարդիկ իրավունք չունեն փողոցը անցնելու, երբ շարասյունն է անցնում։ Սա մեկ հանգամանք, որ ուղղորդված քարոզչությամբ եւ այդպես լուսաբանությամբ, թե ինքն է մեղավոր, քանի որ կարգադրիչը հրահանգ է տվել, այնինչ պիտի ասեմ, որ եթե ձայնագրությունը, այդ տեսագրությունը դուք ուսումնասիրեք, կտեսնեք, որ կարգադրիչը հեվի վերջի պահին անհասկանալի ինչ-որ շարժումներով փորձում է հետ բերել Սոնային եւ Սոնան հաշվի առնելով, որ հղի էր 7-րդ ամսում, այդ պահը ճիշտ չի կողմնորոշում, ինչ է տեղ ունենում, որ մի հրահանգը կատարի, գնա անցնի առաջ, թե հետ գա։ Նաև մեքենան խաչմերուկի այդ անկյունում արագությամբ սլանալով, այդ պահին մարդը կարող է չկողմնորոշվի, առավել եւս հղի կինը կարող է չկողմնորոշվի։ Նաև հիշենք, որ կանաչ լույսով էր անցնում Սոնա Մնացականյանը, այսինքն մեղադրել զոհին, որ ինքը անցնում է կանաչ լույսով եւ վերջին պահին հեվի այդպես կարգադրիչի ցույց տված շարժումները չի կարողանում հասկանալ ինչպես շարունակել քայլել։ Սա առնվազն, ինչ ասեմ, բարոյականությունից զուրկ է։ Սա մենք հանգամանք, որ պիտի հաշվի առնենք։ Այնուհետև դատական պրոցեսներին, եթե մենք հետևենք, միտում են զգացվում ձգձգելու, տարվա ընթացքում գրեթե 3 անգամ է անցյալ տարի տեղի ունեցել, նիստ գրեթե չէ, 3 անգամ է տեղի ունեցել, մոտավորապես 5-6 ամիս ընդմիջումով։ Նիստերի ժամանակ մեղադրյալի պաշտպանները այնպիսի վարքագիծ ունեն, որ կարելի ասել էմոցիոնալ կտանքների են ենթարկում զոհի հարազատներին։ Անընդհատ նույն կրկնվող հարցադրումներ են տալիս օրինակ փորձագետին եւ ցուցադրում են այդ ընթացքում այն կադրերը, որտեղ Սոնան երևում է զոհվելու պահը։ Եվ այս process-ը չի դադարեցվում օրինակ դատավորի կողմից եւ անիմաստ ձգձգվում են անիմաստ հարցերը ոչ բովանդակային հարցերով։ Միակ մեղավորը մինչ օրս Շարասյան առաջին մեքենայի վարորդն է, ով հենց հարվածել է Սոնա Մնացականյանին, իդեպ նա մինչև հիմա ազատության մեջ է, երբևէ կալանքի չի ենթարկվել, այն դեպքում, երբ նման սիտուացիաներում, երբ վայրը լքում հեռանում են վարորդները, նման սիտուացիաներում կալանք է նախատեսվում։ Համենայն դեպս նաև նախաքննական փուլում որևէ միջամտությունից զերծ պահելու համար։ Ազատության մեջ է եղել, շարունակում է աշխատել, բացի այդ, նաև Շարասյան պատասխանատուների հանդեպ քրեական հետապնդում, հանրային քրեական հետապնդում չի իրականացվել, նրանք նույնպես ազատության մեջ են։ Իսկ նրանք պատասխանատու էին Շարասյան արագության համար, այսինքն որոշելու համար։ Մի հանգամանք, այդ օրը Շարասյունը այդ արագությամբ սլանում էր ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության նիստին ընդամենը։ Սա պետության համար կարևոր ինչ-որ իրադարձություն չէր, որ պարտավոր էին այդպես արագությամբ սլանալու։ Եթե նույնիսկ կարևոր լիներ, կարծում եմ 5-10 րոպե ուշ հասնելը ավելի կարևոր կլիներ կյանք փրկելու համար։ Նաև մի բան էլ հավելեմ, որ նման իրավիճակները կրկնվել են մինչ այդ եւ դրանից հետո էլ, ինչը փաստում է, որ սա համակարգային խնդիր է, կարելի ասել համակարգային անպատժելիության խնդիր է, որը մինչ օրս սպառնում է բոլորիս, այսինքն Սոնա Մնացականյանի փոխարեն կարող ենք հայտնվել ցանկացածս, եթե նման վարքագիծը շարունակվի։ Դատական նիստերի
կազմակերպվել է, ինչով է պայմանավորում դատարանը։ Քանի որ վաղեմության ժամկետը 5 տարի է ընդամենը եւ 27 թվականի ապրիլի վերջին հենց կլրանա, իրենց մեղադրյալի պաշտպանների քաղաքականությունը հնարավորինս ձգել ի վերջո կլրանա եւ ոչ մեկ չի պատժվի կամ եթե նույնիսկ ինչ որ վերջի պահին հասնեն միգուցե ինչ որ պայմանական պատիժ կգրեն, բայց ամբողջ ովքեր որ պատասխանատու են այս դեպքի համար եւ շարունակական այս դեպքերի համար կմնան ազատության մեջ։ Կարծում եմ հանրության համար սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք բոլորս ահու սարսափի մեջ ենք, երբ որ Շարասյունը անցնում է որևէ փողոցով։ Սրա մասին պիտի խոսվի, սա պիտի կարևորեն մարդիկ, որտեղ բոլորիս է վերաբերում։ Սոնամնացականանը չլիներ, մենք կլինենք, մեր հարազատները կլինեին ցանկացած պահի, երբ անցնելու լիներ Շարասյունը։ Եվ ի վերջո այս դեպքերով շարունակվելու դեպքում մինչև 2027 թվականը գոնե ինչ-որ չափով իրատեսական համարում եք, որ քրադատություն տեղի կունենա, թեկուզ մարդկանց ճնշման ներքո հանրության ժողովուրդը։ Շատ կարևոր է կարծում եմ հանրության ճնշումը, հանրության ուշադրությունը այս գործի նկատմամբ, եթե մենք պարբերաբար սրա մասին բարձրաձայնենք, իրազեկման ինչ որ ակցիաներ անել, նաև լրատվականների կարծում եմ գործը այստեղ շատ կարևոր կլինի ընթացքին հետևելու, դատական նիստերի մասին լուսաբանելու եւ ընդհանրապես միտումների ինչ են տեղի ունենում, արդյոք օրինակ պատասխանատուներին ի վերջո հանրային հետապնդում հարուցեցին եւ այդպես այս ամբողջ process-ը լուսաբանելու արդյունքում կարծում եմ, որ այո, եթե նաև այդպես քննարկումներ լինեն հանրության կողմից, հետաքրքրվող իրավապաշտպանների կողմից նաև, ինչու՞ չէ, որ բարձրաձայնեն ինչու է սա այսպես կրկնվում եւ սրա դեմն առնել չենք կարողանում։ Ներողություն մեղադրյալի աթոռին միայն Շարասյան ավտոմեքենայի ղեկին գտնված անձն է եղել, թե օրինակ երթևեկությունը կարգավորող ոստիկան եւս մեղադրյալի աթոռն է կամ ինչ կարգավիճակում։ Ոչ, կարգադրիչին խաչմերուկը կարգավորող ոստիկանի հանդեպ նույնպես քրեական հետապնդում չի հարուցվել։ Այդպես ներկայացվել է, որ ինքը իր պարտականությունները պատշաճ կերպով է արել։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ եթե գիտեք ձայնագրությունները ռադիոկապի չեն պահպանվել, ըստ ոստիկանության տվյալների ձայնագրությունները ուղղակի չեն պահպանվել, չեն ձայնագրվել, այսպես ասեմ, բայց ոչ էլ փորձաքննություն է անցկացվել, թե ինչ պատճառներով չի պահպանվել, միգուցե կարող էր ինչ որ այլ կերպ կրիչի վրա մենք կարող ենք վերցնել այդ նյութերը։ Դրա պատճառով մենք չենք իմանում, թե ինչ հրահանգներ են տվել, ով է ընդհանրապես որոշել արագությունը, ուղին, ինչու հենց այստեղով, հենց այդպիսի արագությամբ եւ դեպքից հետո, հարվածից հետո ինչու չկանգնել, որովհետեւ պարտավոր էր վարորդը կանգնել եւ օգնություն ցույց տար, չի կանգնել, հեռացել է, նաև մեղադրանքային պատճառով է, բայց քանի որ ձայնագրությունը չկա, այդպես արդարացնում են, որ մենք չենք կարող այդպես մեխանիզմներ չունենք, որպեսզի պատասխանատուներին հետապնդում, քրեական հետապնդում ներկայացնենք։ Սա է ամբողջ ընթացքը բոլոր մեխանիզմներով, քարոզչությամբ փորձում են կամ դեպքը մոռացության տալ, կամ ներկայացնել այնպես, որ զոհն է մեղավոր, եւ ամեն կերպ ծածկել են փաստը, որ սա իրենց վարքագծի, իրենց վայրագ քշելու վարքագծի արդյունքն է։